Բարև ձեզ հարգելի ագնտիներ, հայրենիք լրատվական գծոնեն գահորտենք լուրերը։ Միացյալ Նահանգներու կոնգրեսի մեջ շրջանառության տրվեցավ նոր օրինակիցմը, որ գեհդավնտե Հայաստանի ապահովության ամրապնդումը և Ադրբեջանի դրամատրվող ամերիկյան օժանդակության գասեցումը։ Երկուսակցական այս օրինակիցը կգոչվի Armenia Security Partnership Act և որ ներկայացված է հայկական հարցերով խումբի համանախագահներ Գաս Բիլիրակիսի և Ֆրանկ Պալոնի կողմը։ Այս նախաձեռնության գործադրությունը կայացած է շնորհիվ Ամերիկայի հայտարարի հանձնախումբին դարած հետևողական աշխատանքին։ Օրինակիցի նպատակն է արգելել նախագահ Թրամփի, որ շրջանցե 907-րդ բանաձևի սահմանափակումները Ադրբեջանի նկատմամբ, այնքան ադեն որ Ալիևի վարչակարգը չի արած հստակ քայլեր Հայաստանի հետ գայուն խաղաղության հաստատման համար։ Նման քայլերու շարքին են պատերազմական հայ գերիներու անհաբաղ ազատարձակումը, ադրբեջանական զինված ուժերու հեռացումը Հայաստանի ինքնիշխան տարածքներեն, Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքի գործադրությունը և հայկական կրոնական ու մշակութային ժառանգության պահպանման ապահովումը։ Ամերիկայի հայտարարի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյան նկատել տվավ, որ օրինակիցը կդադրեցնե Ադրբեջանի շարունակական թշնամանքը խրախուսող քաղաքականությունը և Միացյալ Նահանգներու արտաքին քաղաքականությունը կհիմնավորե խաղաղության հստակ չափորոշիչներով և պատասխանատվությամբ։ Իսկ հոյիտը հայտարարի գերտոնական գրասենյակին հրապարակած հաղորդակցության մեջ նշվեցավ, որ օրինակիցը կներկայացվի այն պայմաններում մեջ, երբ փորձ կկատարվի վերականգնելու ամերիկյան զինվորական օժանդակությունները Ադրբեջանի, հակառակ Արցախի ամբողջական հայաթափման, հայ գերիներու արգելափակման, Հայաստանի ինքնիշխան տարածքներու գրավման և միջազգային օրենքի շարունակական խախտումներուն։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությամբ բեմականացված դատավարությունը, որ տեղի կունենա Բաքուի մեջ, մոտեցած է իր ավարտին։ Դատարանի մեջ խոսք արած են նախկին նախագահներ Պագոս Սահակյան, Արգատի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, ինչպես նաև արտաքին գործոս նախկին նախարար Դավիթ Բաբայան և Զորավարտ Դավիթ Մանուկյան, որոնք իրենց ուղղված մեղադրանքները չեն ընդունած։ Նույն կեցվածքը հայտարարած է նաև Զորավարտ Լևոն Մնացականյան, մերժելով իրեն ուղղված մեղադրանքները։ Իրավապան Սիրանուշ Սահակյան, որ Բաքուի մեջ ապօրինի կերպով արգելափակված պատերազմական հայ գերիներուն շահերը միջազգային ատյաններու մեջ կպաշտպանե, հայտարարեց, որ մինչև հունվար ադրբեջանական դատարանը կրնա հրապարակել վճիռները։ Աննշեց, որ դատավարությունը բեմականացված հոլովույթ մնե Ալիևի վարչակազմի քաղաքական որոշումը դատականի վերածելու նպատակով։ Սահակյանն նաև ասավ, որ կարելի չէ ստուգել բովանդակությունը Բաքուի դատարանի մեջ արտասանված խոսքերուն։ Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչները 24 և 25 դեկտեմբերին դեսակցեցան Բաքուի բանդերում մեջ արգելափակված պատերազմական հայ գերիներուն հետ։ Ներկայացուցիչներուն շարքին էր նաև բժիշկը։ Այս այցելություններուն ընթացքին գերիներուն հարազատներուն կողմէ ծանրոցներ չեն փոխանցված, այլ Կարմիր խաչի ներկայացուցիչները առանցին զրույցներ ունեցած են գերիներուն հետ, անոնց առողջական վիճակն ու ընդհանուր գացությունը գնահատելու համար։ Այցելությունը կազմակերպված է Միջազգային Կարմիր խաչի Ժնևի գերտոնական գրասենյակին կողմէ։ Արցախի հայաթափումեն ետք Ստեփանագերտ մնացած Գարեն Ավանեսյան, որ հոգեգան հիվանդ է, Բաքուի դատարանին մեջ դատավարության ենթարկվեցավ և 16 տարվան բանտարկության դատապարտվեցավ ծանր ահաբեկչության մեղադրանքով։ Ան փողոցները գադուներ կգերակրե, սակայն
Ավանեսյան ցերպակալվեցավ Ստեփանագերդի մեջ, երբ Իլհամ Ալիև Արցախի կրավյալ մայրաքաղաքը գտնվեր։ Ադրբեջանցիները հորինեցին պատմությունը, թե Ավանեսյան նռնակներով եւ կալաշինկով դիվի կնտացիրով մզինված հարձակում կործած է ադրբեջանցի զինվորներու վրա, որոնք հաջողած են զայն զինատապել եւ զգետնել։ Ադրբեջանական այս հերիրաձու պատմությունը ունի իր հայկական երեսը։ Հայաստանի առողջապահության նախարարությունը ներկայիս գմերժե Ավանեսյանի առողջական վիճակին բժշկական դեղեկագիրը դրամատրել անոր պաշտպան փաստաբաններուն, որովհետեւ անոնք եվրոպական դատարան ներկայացնեն, թե իրենց պաշտպանյալը հոգեգան լուրջ խնդիրներ ունի։ Թե ինչու Հայաստանի առողջապահության նախարարությունը գմերժե դեղեկագիրը հանձնել, թույլ կբանա լուրջ հարցադրումներու, մանավանդ որ նաև գմերժե բացատրություն տալ, թե ինչու գղբանքի դագարած է Ավանեսյանի բժշկական դեղեկագիրը։ Մինչ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը ամեն առիթով գճանա դարածել այն խապկանքը, թե Ադրբեջան խաղաղության գծկտի, Իլհամ Ալիև գրավյալ Ստեփանագերդի մեջ բացումը կկատարեր այսպես կոչված հաղթանակի զբոսայգին, որ նվիրված է 44-օրյա պատերազմին։ Դեղատրված հուշադախտակին վրա արձանագրված է պատմությունը պատերազմին 44-օրյա ընթացքին, նշելով ադրբեջանցիներուն խոսույթով ազատագրված բնակավայրերուն անունները։ Նշված է նաև Արցախի դեմ 2023-ին շղթայազերծված զինվորական գործողության մանրամասնությունները, որում պատճառով հայատապվեցավ ամբողջ Արցախը։ Այս իրադարձություններն քանի օր առաջ Փաշինյան, որուն համար Արցախի էջը փակված է, Սենտ Պետերսբուրգի մեջ քովապանական խոսքեր շրայլած էր Իլհամ Ալիևի հասցեին։ Մյուս կողմը Ալիև աղդամի մեջ արհամարհանքով խոսեցավ Հայաստանի մասին եւ հայտարարեց, որ այդ փոքր նույնիսկ աղքատ երկրին հանդեպ բաժամիջոցներ չհաստատվեցան, այլ որոշ երկիրներ Հայաստանի միլիարդավոր դոլար արժողությամբ զենք տրամադրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց Թուրքիո հետ ռազմական գործակցության մասին հուշագրին օրենքը, որ պաշտոնական հիմերու վրա կտեղավորե Թուրքիո եւ Ադրբեջանի միջև զինվորական գործակցությունը, իրենց որևէ մեկուն թեմ զինվորական հարձակման ընթացքին օգնություն ցուցաբերելու իմաստով։ Օրենքի նմամբ խաղաղության պայմաններում մեջ կանոնավոր կերպով պիտի կազմակերպվին միացյալ ռազմապորձեր։ 3 տարի պաշտոնավարել է ետք Հայաստանի մեջ Միացյալ Նահանգներու տեսփան Քրիստինա Քուին կալամիս պիտի ավարտե իր տեսփանական առաքելությունը։ Ցարտ հստակ չէ, թե ով պիտի փոխարինե զայն։ Ամերիկյան տեսփանադունը հրաբարակված հաղորդակցության մեջ նշեց, որ Միացյալ Նահանգները պիտի շարունակեն հավատարիմ մնալ Հայաստանի հետ գործընկերության եւ գագնգալեն տեսնել Միացյալ Նահանգներու եւ Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացում, ինչպես նաեւ 8 օգոստոսի պատմական վեհաժողովին ընթացքին կայացած նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված համաձայնագրերու գործածություն։ Քաղաքացիական պայմանագիր գուսակցության վարչությունը մերժեց Փաշինյանի դարիներու զինագիծներեն Հայկ եւ Նայիրի Սարգսյան եղբայրներու տեխնազությունը կալդարվան խորհրդարանական ընտրություններուն համար։ Հայկ Սարգսյան, որ ներկայիս պատգամավոր է, հայտարարեց, որ պիտի փոխարկե այս որոշումը, որուն յետին կտեսնե առցանց բախտախաղի ընկերություններու սեփականատերերը, որոնք ըստ Սարգսյանի քաղաքացիական պայմանագրի վարչության միջոցով իր թեմ կպայքարին, բարձրապես որովհետև ինք հեղինակած է նախագիծը,
որ կնպատակադրե կրտնապատկել առցանց բախտախաղի ընկերություններուն դուրքերը։ Թուրքական օդանավային ընկերությունը Բոլիս Երևան կանոնավոր թռիչքներ պիտի կազմակերպի։ Այս լուրը հաղորդեց Հայաստանի հետ հարաբերություններու ղեկավարման հարցով Թուրքիո հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչ, որ նշեց, թե 11 մարտ 2026-ին պիտի իրականացվի Բոլիս Երևան առաջին թռիչքը։ Դեղին է նշել, որ նախագահ Ռեջեփ Էրդողան վերջերս հայտարարած էր, որ Թուրքիա խորհրդանշական քայլ մը պիտի առնի Հայաստանի հետ հարաբերություններուն ղեկավարման դիրին մեջ։ Հարգելի ակնթիրներ, մեր լրատվությունը պագելի առաջ հայրենիք լրատվական կենտրոնին ամբողջ անձնակազմին անունով գուզեմ շնորհավորել հայ կաթողիկե համայնքին Սուրբ Ծնունդը եւ Նոր տարին, ինչպես նաեւ հայ արաքելական եւ հայ ավետարանական համայնքներուն մեր հայրենակիցներուն ալ կշնորհավորենք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Ձեզ հետ կլանք մեր հաջորդ հանդիպմամբ շաբաթական լուրերու հաղորդումով։ Ցտեսություն։